Ողջույն, ես Ղամբարյան Արթուրն եմ, վեդայական աստղաբան։ Իմ նախորդ հաղորդման ժամանակ արդեն ասել էի, որ հուլիսը գերհագեցած է լինելու վտանգավոր աստրոլոգիական երևույթներով, որոնք կարող են մեծ տրանսֆորմացիոն, ջախջախիչ կամ շատ շահավետ փոփոխություններ բերել մեր կյանք։ Եվ դրանցից ամենակարևորը ընդամենը 1 ամսվա ընթացքում 3 մոլորակների ռետրոգրադ շարժներ։ Եթե չգիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում ռետրոգրադ կամ հետընթաց մոլորակային շարժը, ապա կարող եք անցնել իմ այս լինքով եւ նայել իմ նախորդ հաղորդումը Մերկուրիի ռետրոգրադ շարժի մասին, որտեղ ես մանրամասն բացատրել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում հետընթացը։ Մոլորակի հետընթացը տեսողական խաբկանք է, որի ժամանակ, երբ մենք նայում ենք երկինք, մեզ թվում է, թե մոլորակը մի պահ կանգ է առել եւ սկսել է շարժվել իր հակառակ ուղղությամբ։ Հուլիս ամսվա վերջում նույնպես ունենալու ենք 2 շատ ծանրաքարշ եւ շատ բարդ մոլորակների ռետրոգրադ շարժ։ Դրանք են Սատուրնն ու Նեպտունը։ Շուտով այս ողջ համացանցը կողողվի տարատեսակ վախենալու կանխատեսումներով, տարբեր տեսակի մանիպուլյատիվ գրություններով, բայց պետք է հասկանալ, որ այս մոլորակների ռետրոգրադ շարժերը տեղի են ունենում յուրաքանչյուր տարի եւ մենք բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ամեն տարի ապրել ենք այս этаպները։ Ուստի եթե ձեզ փորձեն վախացնել, ասել, որ հեսա ձեր նախկինները հետ կգան, հեսա դուք կունենաք որոշ հիվանդություններ, ձեր կյանքից փողը կգնա, դժբախտություն կգա եւ այլն, ապա իմացեք, որ այդ ամենը պարզապես էմոցիոնալ մանիպուլյացիա է եւ պետք չի դրան տրվել։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք, թե ինչպես կանրադառնան այս մոլորակների ռետրոգրադ շարժերը մեր բոլորի կյանքի վրա եւ իհարկե ինչպես կանրադառնա հորոսկոպի ամեն նշանի վրա։ Ասեմ, որ իմ կանխատեսումները համաձայն վեդայական աստղաբանության են եւ պետք է լսեք ձեր ինչպես հորոսկոպի նշանի կանխատեսումը, այնպես էլ ձեր լուսնի, արևի եւ եթե գիտեք ծննդյան ժամը, ապա նաեւ ասցենդենտի նշանով։ Այսինքն լավագույն արդյունքի համար պետք է լսեք ամենակիչը գոնե 3 հորոսկոպի նշանի կանխատեսում։ Եթե չգիտեք ինչպես կազմել ձեր վեդայական նատալ քարտեզը, լինքը թողել եմ մեկնաբանություններում, ինչպես նաև իմ նախորդ հաղորդման մեջ լինքը նորից վերևում կդնեմ։ Կարող եք գնալ եւ տեսնել, թե ինչպես կարող եք կազմել ձեր նատալ քարտեզը, որպեսզի կանխատեսումները լինեն ավելի արդյունավետ եւ օգտակար։ Պետք է լսեք ձեր թե լուսնի, թե արևի, թե ասցենդենտի նշանների կանխատեսումները եւ ուսումնասիրելով արդեն ձեր կյանքը հասկանալ, թե ձեր համար որ նշանի կանխատեսումն է ավելի արդիական, որովհետեւ կան մարդիկ, ում համար արևի նշանի կանխատեսումները ավելի իրական են եւ կան մարդիկ, ում համար լուսինը ավելի լավ է աշխատում, դա արդեն ինդիվիդուալ է, դուք ինքներդ պետք է հասկանաք։ Ինչպես նաև եթե հետաքրքրված եք աստրոլոգիայով, տարոյով եւ առհասարակ էզոտերիկայով, ապա անպայման հետևեք ինձ նաև իմ Instagram-ում, որովհետեւ այնտեղ ես գտնվում եմ ակտիվ կապի մեջ իմ հետևորդների հետ, կատարում եմ գրառումներ, սկսել եմ նոր շարք, որտեղ ուսումնասիրում ենք հայտնիների, աստղերի, մեր սիրելի դերասանների եւ ինչու՞ չէ նաև այլ հայտնի մարդկանց ծննդյան քարտեզները եւ նաև անդամագրվեք իմ անվճար Telegram-յան խմբին, որտեղ ես անմիջական կապի մեջ եմ իմ հետևորդների հետ, պատասխանում եմ նրանց հարցերին եւ տեղադրում եմ ոդկասթներ ու գրառումներ, որոնք չեմ տեղադրում իմ սոցիալական բաց հարթակներում։ Իսկ եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական ծննդյան քարտեզի վերլուծությունը կամ ստանալ աստրոլոգիական կանխատեսում, ապա գրեք անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին։ Դե հուլիսի 7-ից արդեն Նեպտուն մոլորակը սկսել է իր հետընթաց շարժը։ Նեպտուն մոլորակը դա մեր հոգեվիճակն է, մեր էմոցիաներն են, իլյուզիաները, այն ամենը, ինչը կապված է ինտուիցիայի, ոչ կոպիտ երևույթների հետ, նուրբ էներգիաների մասին է այստեղ խոսքը, բայց նաև Նեպտունը կապ ունի մեր ստեղծագործ էներգիայի հետ, մեր խաբկանքների, երազների, հոգևոր զգացողությունների, 6-րդ զգայարանի, այս աշխարհից փախնելու, թմրեցնող միջոցների եւ այն ամենի հետ, ինչը կապված է ուղղակիորեն մեր գիտակցության, մեր հոգու, մեր զգայարանների հետ։ Ուստի եթե դուք Նեպտունի ազդեցության տակ եք, պետք է կարողանաք հասկանալ, թե ինչ կողմով եք ուզում զարգացնել ձեր ուղղվածությունը։ Լավագույն դրսևորումը Նեպտունի դա զարգացած ինտուիցիան է, հզոր ստեղծագործական ուժն է, հոգևորությունն է, երբ մարդը հասկանում է իր էմոցիաները, դիմացինի էմոցիաները, ապրում է հոգևոր կյանքով, իսկ ցածրագույն դրսևորումը Նեպտունի դա այն է, երբ մարդը փախչում է իրականությունից, ապրում է ինքնախաբեության մեջ, ապրում է անընդհատ տագնապների, վախերի, իլյուզիաների, ինչու՞ չէ նաև օգտագործում է ալկոհոլ եւ տարբեր այլ թմրեցնող միջոցներ։ Այս երկու ծայրահեղություններն էլ հենց Նեպտուն մոլորակի
տարբեր դրսևորումներ են, որովհետև ինչպես գիտենք, թե աստրոլոգիայում, թե տարոյում եւ առհասարակ էզոտերիկայում չկան միանշանակ դրական եւ միանշանակ բացասական էներգիաներ, եւ յուրաքանչյուր էներգիա ունի իր ծայրահեղական դրսևորումները, եւ թե այդ էներգիան ոնց կդրսևորվի մեր կյանքում, դա արդեն մենք ենք որոշում մեր քայլերով, մեր որոշումներով եւ մեր պահվածքով։ Ուստի Նեպտունը ավելի բարձր վիբրացիաներում պահելու եւ մեր կյանքում ավելի դրական ձևով դրսևորելու համար շատ կարեւոր է, հա, որ մենք ճանաչենք ինքներս մեզ, գնանք ինքնազարգացման, ինքնաճանաչման ուղով, չօգտագործենք թմրեցնող, գիտակցությունը մթագնող, մեր օրգանիզմին վնասող միջոցներ, չծխենք, չուտենք ինչ որ վնասակար քիմիական հավելումներ ունեցող սնունդ, ինչպես նաեւ լինենք գիտակցված, գտնվենք մեր հոգեվոր կապի մեջ արարչականի հետ եւ չկորցնենք մեր մարդկային էությունը։ Նեպտունը պատասխանատու է մեր երազների համար, մեր ինտուիցիայի, մեր ներքին զգայարանների համար, ու եթե կարողանում ենք Նեպտունը պահել բարձր վիբրացիայում, այդ էներգիան հնարավորինս դրական ձևով դրսևորել մեր կյանքում, ապա մենք ստանում ենք հուշումներ մեր երազների, մեր ինտուիցիայի շնորհիվ, մեր 6-րդ զգայարան կոչվածը, հա, մեր էքստրասենսոր ունակությունները հաճախ օգնում են մեզ ճիշտ կողմնորոշվել այս կյանքում, չշփվել սխալ մարդկանց հետ, չկատարել սխալ որոշումներ։ Իսկ եթե Նեպտունը դրսևորվում է ավելի վատ ձևով, հաճախ մենք կարող ենք ապրել տագնապների մեջ, չունենալ վստահություն ապագայի հանդեպ, ինչ որ սարսափ երազներ տեսնել, ավելի հեռանալ արարչականից, ինչպես նաև Նեպտունի ցածր դրսևորում է նաև տարատեսակ հոգևորական այդ կազմակերպությունները, սեկտաները, ծայրահեղական հոգևորական մոտեցումները, կրոնական ծայրահեղականացումը, երբ մարդը մտածում է, որ մենակ ինքն է ճիշտ, մենակ ինքն է գտել ճշմարիտ Աստծուն եւ բոլորը սխալ են, բոլորը կործանման են գնալու, այդ ամենը նույնպես Նեպտունից հազրագույն դրսևորումն է։ Նեպտունի բարձրագույն կետում մարդ հասկանում է, որ այս աշխարհը եւ բոլորը իրար հետ կապ ունեն եւ բոլորն էլ նույն արարչի ստեղծած են եւ գոյություն չունի ճիշտ կրոն, այսպես ասած, որ մյուս կրոնները սխալ են եւ մեկն է ճիշտը եւ այդպես էլ նաեւ հավատքների մեջ։ Իսկ ցանկացած դոգմատիզմ, ցանկացած սահմանափակում, ցանկացած աղանդավորական շարժում դա արդեն նույն Նեպտուն մոլորակի հակառակ դրսևորումն է։ Նեպտունը արդեն հուլիսի 7-ից գտնվում է ռետրոգրադ ընթացքում եւ ռետրոգրադը լինելու արդեն մնացած տարվա գրեթե մեծ մասը ավարտելու է իր ռետրոգրադ շարժը դեկտեմբերի 13-ին։ Հուլիս ամսվա վերջին, հուլիսի 26-ին ռետրոգրադ շարժ է սկսելու նաև Սատուրն մոլորակի մոտ։ Սատուրնը կարմայի տիրակալն է։ Հաճախ Սատուրն մոլորակից մարդիկ վախենում են, կարծելով, որ Սատուրնը իր տրանզիտների ժամանակ բերում է խնդիրներ, բերում է փորձություններ, անգամ աստրոլոգիայում վեդայական ընդունված է Սատուրնը համարել որպես ոչ բարենպաստ, վնասատու մոլորակ, ինչի հետ ես կատեգորիկ համաձայն չեմ։ Սատուրնը կարմայի տիրակալն է ու Սատուրնը բերում է այն, ինչին մենք արժանի ենք, այն ամենի արդյունքները, ինչը մենք արել ենք մեր գործերով։ Ոստի եթե դուք ապրել եք բարոյական կյանք, կատարել եք լավն ու բարին, հոգևոր եք եղել, գնացել եք ձեր լավագույն եսի հետևից, ձեր բարձրագույն եսի հետևից, ապա Սատուրնի ոչ մի տրանզիտ ձեր համար վատ չի լինի, բայց քանի որ մարդիկ սովորաբար ապրում են ոչ կարմայի օրենքներին համապատասխան, հետևաբար կարմայի հովանավոր մոլորակի տրանզիտը նրանց կյանք բերում է տարբեր խոչընդոտներ, խնդիրներ, վտանգներ եւ հենց այդ պատճառով էլ մարդիկ Սատուրնին վերագրել են տարատեսակ փորձությունները, մենակ վատ երևույթները, ինչպես նաեւ օկուլտիզմում ժամանակի ընթացքում Սատուրն մոլորակը ասոցացրել են սատանայական երևույթների, ոմանք նաև կարող է Լիլիթ աստվածուհու կամ սատանայի կերպարի հետ ասոցացնեն, սակայն Սատուրն մոլորակը իրական կարմայի մոլորակն է, կարմայի հովանավորն է եւ երբ որ մարդու կյանքը Սատուրնի տրանզիտների ժամանակ վատ բաներ են տեղի ունենում, դա նշանակում է, որ մարդը պարզապես իր կուտակած կարմիկ պարտքերն է մարում, իսկ եթե մարդը ամեն ինչ ճիշտ է արել, իր առաքելությամբ է գնացել, փորձել է հնարավորինս օգտակար լինել իրեն ու այս աշխարհին, բնականաբար Սատուրնը միմիայն պարգևատրելու է։ Սատուրնը ինչպես հարստությունն է, այնպես էլ աղքատությունը, ինչպես ուժն է, այնպես էլ թուլությունը, ինչպես առողջությունը, այնպես էլ հիվանդությունը։ Ոստի այստեղ միանշանակ որևիցե որակավորում տալ այս մոլորակին ու ասել, որ սա լավ մոլորակ է կամ սա վատ մոլորակ է, շատ սխալ կլինի, ու եթե ինչ-որ աստրոլոգի մոտ լսեք, որ Սատուրնը դա վատ մոլորակ է, իմացեք, որ այդ մարդը ուղղակիորեն չի հասկանում, թե ինչի մասին է նա խոսում։
Իհարկե, որպես կարմայի տիրակալ Սատուրնը բերում է չափավորություն մարդկանց կյանք, Սատուրնը չի սիրում ուռճացումներ, չի սիրում ճոխություններ, չի սիրում մեծամտություն, ավելի շատ պարտադրում է մարդուն ապրել չափավոր կյանքով, ապրել ավելի ասկետիկ կերպով, երբեմն նաև կարող է մարդու մոտ առաջացնել ճգնավորության, ինչ-որ sense մելանխոլիկ վիճակներ, շատ կարևոր է, հա, մարդ հասկանալ, թե ինչի է Սատուրնը բերում իր մոտ այդ չափավորությունը, որովհետև Սատուրնը սիրում է հստակ կանոնակարգ, հաճախ Սատուրնին ասոցացնում են նաև պետական կառույցների հետ, որտեղ կա հստակ կանոններ, հստակ դրես կոդեր ու այդ ամենը չի կարելի խախտել, շրջանցել, որովհետև ցանկացած օրենքի խախտում ենթադրում է նաև պատիժ, այդ ամենը Սատուրնի մասին է ու մոլորակներով էր, որ նայում ենք Սատուրնի օղակները, հա, Սատուրնը ունի նաև օղակներ, որ իրան շրջափակում են ու բավականին շատ են ու հենց այդ պատճառով էլ նաև, որ Սատուրնը սիրում է չափավորություն, սիրում է, որ ամեն մեկը ունենում է իր դիրքը, ունենում է իր հստակ սահմանները, ունենում է իր չափերը, չի անցնում ուրիշի անհատական սահմանները, չի ոտնահարում ուրիշի շահերը եւ գնում է միմիայն իր ճանապարհով։ Օրինակ դասական վեդայական աստղաբանության մեջ Նեպտուն մոլորակը չի օգտագործում եւ մոլորակների շարքը, այսպես ասած, Սատուրնով սահմանափակվում էին եւ Սատուրնը համարվում էր որպես ամենադանդաղաշարժ մոլորակ, քանի որ մեկ հորոսկոպի նշանում մնում էր առավելագույնը 3-3.5 տարի եւ հենց այդ պատճառով հաճախ մարդիկ անվանում են, որ կարմայի պատասխանները շատ ավելի ուշ են գալիս, հաճախ երբ որ մարդ ինչ-որ վատ բան է անում, իր վատ արարքի պատասխանը կարող է ավելի ուշ ստանա, քան որ սպասվում էր։ Հենց այդ պատճառով էլ նաև Սատուրնի հովանավոր աստվածը վեդայական աստվածաբանության մեջ Շանին է, իսկ Շանին սանսկրիտից թարգմանաբար նույնպես նշանակում է նա, ով դանդաղ է քայլում։ Եվ հենց այդպես էլ անվանում են Շանի, Շանեի Շարամ, սա հնդկերեն չէ, սա սանսկրիտ լեզուն է, սանսկրիտը հնդկերենի մայր լեզուն է, ինչպես օրինակ լատիներենը ներկայիս անգլերենի ու իսպաներենի մայր լեզուն է։ Եվ հենց այդպես է ընդունված, որ կարմայի մոլորակը ամենադանդաղաշարժ մոլորակն է, որ կարմայի պատասխանները մարդիկ ավելի դանդաղ են տալիս։ Բայց դե հետագայում, երբ որ հայտնվեցին նաև Նեպտուն, Ուրան ու Պլուտոն մոլորակները, պարզ դարձավ, որ կան մոլորակներ, որոնք ավելի դանդաղ են շարժվում հորոսկոպի նշաններով, այ օրինակ, եթե Սատուրնը մնում է 3 տարի նույն նշանում, 3-3.5 տարի, եկող տարի 2028 թվականին, եկող չէ, 2028 թվականի փետրվարին արդեն Սատուրնը լքելու է ձկների նշանը, ապա Նեպտունը դեռևս մնալու է ձկների նշանում մինչև 2037 թվականը։ Այս պահին մենք ունենք Նեպտուն եւ Սատուրն մոլորակների միացումը ձկների համաստեղությունում, իսկ ձկները նույնպես մեր էմոցիոնալ վիճակն է, մեր ինտուիցիան է, մեր ստեղծագործ էներգիան է, մեր մտքերն են ու այդ է պատճառը, որ այս վերջին շրջանում բոլոր մարդիկ էլ ավելի են խորացել էզոտերիկայի մեջ, էլ ավելի են շարժվում դեպի աստվածաբանությունը, ինչպես նաև շատերը հասկանում են, հա, որ որոշակի կրոնական հայացքներ, որոնք նրանք երկար տարիներ ունեցել են, դոգմատիզմ, այդ ամենը էլ այլևս չի աշխատում ու պետքա կարողանալ ավելի լայն մտածել։ Ու այստեղ գիտեք երկու հակադիր էներգիաներ են ինչ-որ չափով, որովհետև Սատուրնը սիրում է չափավորություն, Սատուրնը սիրում է հստակ սահմանների մեջ դնել, այնինչ Նեպտունը ինքը ավելի նուրբ էներգիա է, սիրում է տարածվել, սիրում է ամեն ինչին նայել տարբեր կողմերից, ավելի լղոզել սահմանները ու այս պարագայում Սատուրն-Նեպտուն համակցությունը կարող է մարդկանց մոտ ինչ-որ ներքին տագնապներ, ներքին վախեր դա առաջացնել, նամանավանդ հիմա ձկների համաստեղությունում ներկուսի ազդեցություններ ուժեղ է մեր բոլորիս ինտուիցիայի, մտքերի վրա, վերջին շրջանում շատերի մոտ շատացել են հենց այդ տագնապային գրոհները, վատ երազները, մղձավանջները, շատերը ունեն ինչ-որ ապագայի հետ կապված վախեր, սպասում են, որ պատերազմ կարող է լինի, կարող է կորցնեն իրենց ունեցածը, կարող է երկար կյանք չունենան, ընդհանուր համաշխարհային վիճակն էլ, հա, հիմա լարված է, բոլորին փորձում են ամեն կերպ պահեն վախերի մեջ, հատկապես մեդիայի, սոցցանցերի միջոցով շատ տագնապներ է տարածվում, իսկ Նեպտունը նաև այդ սոցմեդիայի ինֆորմացիան է, որտեղ շատ հաճախ տրվում է հենց այդ իլյուզիոն, խաբուսիկ, մանիպուլյատիվ նյութերը, իսկ դրանց տրվելը արդեն ակտիվացնում է Նեպտունի ցածր դրսևորումները մեր կյանքում։ Սակայն այս միացումը երկար չի տևի, որովհետև 2028 թվականին արդեն Սատուրնը կլքի ձկների համաստեղությունը, իսկ Նեպտունը այնտեղ դեռևս մինչև 2037 թվական կմնա։ Այս պահին երկուսի այս միացումը նա ամենակարևոր պատճառը, որ բոլորիս մոտ ինչ-որ հոգեբանական մակարդակում խառը վիճակ է, շատերը ձգտում են դեպի աստվածային, այս շրջանում ակտիվացավ նաև թմրանյութերը, հա, վերջի տարիների ընթացքում,
շատերի նամանավանդ Երևանում, հա, այդ թմրանյութերի վաճառքը ակտիվացավ, երիտասարդների, ալկոհոլը, բոլորը ինչ-որ ագրեսիվ են, սպանություններն են շատանում, որովհետև Սատուրնը նաև մահվան էներգիա է ու կարա իրոք մարդկանց կյանք մահ բերի, ու այս ամենը պարզապես այս երկու մոլորակների ցածրագույն դրսևորումներն են, որ մարդը, ով որ չի գնում հոգևորության ճանապարհին, ով ապրում է ցածր վիբրացիաներում, հետևաբար այս մոլորակների միացումը իր գիտակցության վրա կբերի ավելի ցածր դրսևորումներ, ու մարդը ընկնելով այդ ցածր վիբրացիաների ազդեցության տակ կարա գնա դեպի ինքնակործանում, կարա վնասներ տա այլ մարդկանց, կարա դառնա թմրամոլ, խաղամոլ, հարբեցող կամ այլ ավելի վատ գործերով զբաղվի, սակայն ես կարծում եմ, որ 2028 թվականի սկզբից, երբ Սատուրնը արդեն լքի ձկների համաստեղությունը, այս վիճակը մի փոքր ավելի կմեղմանա, սակայն դեռևս այս ինքնակործանման, այս էզոտերիկ թեկուզ վնասների այդ սև մոգությունն է, չէ, հիմա շատ ակտուալ դարձել, այս ամենը դեռևս մինչև 2037 թվական շարունակվելու է, որովհետև Նեպտունը մնալու է ձկներում, իսկ երբ որ Նեպտունը նույնպես ձկները լքեց, արդեն այդ ժամանակ կվերանան այս fake հոգևոր ուսուցիչները, այս պսևդո տարոլոգները, հիմա համացանցում ամեն երկրորդը տարոլոգ է, բոլորը գուշակներ են, բոլորը աստրոլոգներ են, այդ կեղծ ուսուցիչները, այդ մարդկանց մանիպուլյացիոն ձևով ներգրավող սեկտաներ, այդ ամենը կքչանան կամ առհասարակ կվերանան, բայց մինչև 2037 թվական դեռևս պետքա համբերենք, չնայած եկող տարվա վերջերից 2028 թվականի սկզբից իրավիճակը ավելի կմեղմանա, իսկ այն մարդիկ, ովքեր այս շրջանում են գնում են այդ վատ ազդեցությունների տակ, պետք է պատրաստ լինեն, որ իրենց հետագա կյանքում ունենալու են կարմիկ շատ ծանր պատասխանատվություն, հատկապես այն կեղծ հոգևոր ուսուցիչները, ովքեր փողի համար մարդկանց մանիպուլացնում են, ինչ որ թուղթուգրերի, սև մոգության հետ կապված սուտ լուրեր են ասում ու մարդկանցից փող են քամում։ Իսկ հիմա անցնեմ բոլորիդ այդ ամենասիրելի հատվածին, հորոսկոպի նշանների համար կանխատեսմանը, թե ինչ սպասեն այս ռետրոգրադից։ Հիշեք, որ ռետրոգրադը դա առաջին հերթին ներքին տրանսֆորմացիայի մասին է, երբ որ ուղիղ ընթացքի ժամանակ մոլորակը ազդում է ավելի շատ արտաքին աշխարհի վրա, ավելի շատ մեր ու այլ մարդկանց միջև հարաբերությունների վրա, ինչ որ պետական գործերի վրա, սոցիալական գործերի վրա, ապա ռետրոգրադ ընթացքի ժամանակ արդեն էներգիաները տեղափոխվում են դեպի մեր ներսը, ու եթե մինչ այդ մենք պետք է սովորենք ճիշտ հարաբերվել արտաքին աշխարհի հետ, ռետրոգրադ ընթացքի ժամանակ մենք պետք է սովորենք ճիշտ հարաբերվել մեր ներքին աշխարհի հետ, ավելի լավ հասկանանք մեր էությունը, մեր վախերը, մեր տաղանդներն ու մեր թուլությունները։ Դե բնականաբար սկսենք մեր հորոսկոպի հաջողակներից, խոյերից, որովհետև նրանք առաջինն են ամենտեղ, իրենց բնավորությամբ, իրենց պահվածքով, անգամ հորոսկոպի նշանների մեջ առաջինն են ու ամեն անգամ կանխատեսումը լսում են առաջինը։ Իրենց համար Նեպտուն և Սատուրն միացումը տեղի է ունենալու 12-րդ տան մեջ և հայացքը ուղղելու է 6-րդ տանը։ Այս երկու տները շատ կարևոր են առաջին հերթին, որ խոյերը հետևեն իրենց հոգեկան առողջությանը, հետևեն իրենց երազներին, այս շրջանում խստագույնս արգելվում է այս նշանի ներկայացուցիչներին օգտագործել ալկոհոլ, օգտագործել թմրեցնող միջոցներ, պետք է կարողանաք կարգավորել ձեր ներքին հոգեկան աշխարհը։ Ասեմ ինչի, որովհետև խոյերը ունեն այդ բռնկուն խասյաթը, ունեն ցանկությունները անդադ խոսալու, առաջինը լինելու, բոլորին մի բան ապացուցելու, մարդկանց այդ անիմաստ կոնկուրենցիաների մեջ մտնելու, բայց այդ ամենը Նեպտունի ցածրագույն դրսևորումն է, ու եթե խոյերը չեն ցանկանում իրենց վրա կուտակեն ավել կարմիկ պարտավորություններ, մտնեն ինչ-որ ծանր կարմայի մեջ, ավելի լավ կլինի իրանք ավելի շատ խորանան իրենց ներսը, հասկանան ինչի են ուզում մտնեն կոնկուրենցիայի մեջ, ինչի են ուզում աշխարհին ինչ-որ մի բան ապացույցեն, ինչի են վախենում, հա, ինչ-որ մի բանով թեկուզ հետ մնալուց։ Այ խոյերի համար շատ կարևոր է վերահսկել սեփական խոսքերը, իրանք սիրում են սեփական խոսքով իրանց գլխին պրոբլեմներ բերեն, ավելի լավ է մի բան դանդաղ անեք կամ առհասարակ չանեք, քան թե արագ ափալ-թափալ կազմակերպեք ու իտոգում արդյունքում սխալ լինի։ Այ խոյերի համար գերկարևոր է այս շրջանում, հատկապես մինչև 2028 թվականը հետևել սեփական առողջությանը։ Հնարավոր են առողջական խնդիրներ կապված առաջին հերթին հոգեբանական ասպեկտների, հոգևոր առողջության հետ կապված, հոգեկանի հետ կապված,
երազների, գլխի աշխատանքի հետ կապված, ձեր մարմնում հեղուկների հետ կապված, արյան հետ կապված, ճնշման, մարսողական համակարգերի հետ կապված այդ ամենին, ինչպես նաև միզասեռական օրգանների հետ կապված առողջությանը շատ կարևոր է հետևելը։ Նաև քանի որ մենք երկրորդ տան մեջ ցուլի համաստեղությունը մեծ բան ունենք Ուրան մոլորակը եւ Սատուրնի ազդեցությունը հայացքը նաև Ուրանի վրա է, դուք ձեր երկրորդ տան մեջ ունեք Սատուրն-Ուրան միացությունը, իսկ Ուրանը պայթունավտանգ մոլորակ է, Սատուրնն էլ հակառակը, հա, չափավորող մոլորակ է, ու այս երկուսը իրար հետ կարող է տան խնդիրներ ձեր ընտանիքի ներսում, տանեցիների հետ վիճաբանություններ են հավանական է շրջանում, ֆինանսական կորուստներ, вообще խոյերին խոր կտամ հեռու մնալ ցանկացած անծանոթ ֆինանսական ներդրումներից, ավելորդ ծախսերից, էմոցիոնալ ծախսերից, դուք կարող է պահի տակ էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ անիմաստ ծախսեր անեք, մեծ փողեր կորցնեք, բայց այդ ամենը ձեզ ավելի շատ վնասելու է։ Մնացեք գիտակցված, հաճախ մեդիտացիա արեք, այ մեդիտացիաներ այս շրջանում շատ լավ կաշխատեն խոյերի համար, եթե մինչև օրս չեք փորձել ուսումնասիրել, հա, կյանքի այդ էներգետիկ կողմը, կյանքի նուրբ կողմը, կյանքի հոգևոր կողմը, այս էտապը շատ լավ էտապ է խոյերի համար, շարժվել դեպի հոգևորը, շարժվել դեպի հոգեբանականը, հասկանալ ինքներդ ձեզ, վերլուծել ինքներդ ձեզ, մեդիտացիաները, ստեղծագործական աշխատանքը այս ընթացքում ձեր մոտ իդեալական կաշխատեն, նաև ձեր Սատուրնի հայացքը 9-րդ տան վրա է, 9-րդ տանը հոգևորության տունն է, կրոնի տունն է, նոր գիտելիքներ, նոր բացահայտումներ, ու գիտեք, գիտելիքները ավելի շատ կապված հենց աստվածաբանական թեմաների մասին, գիտելիքներ կապված բարոյական նորմերի հետ կապված, կրոնի հետ կապված, այ նոր ուսմունքներ, նոր մասնագիտությունները այս շրջանում ձեր համար լավ հիմք կարան հանդիսանան կյանքի հետագա ընթացքի համար, որպեսզի կարողանաք հաջողել ձեր կյանքի մնացած этапում, բայց մինչև գիտելիքներին մոտիկանալը, քանի որ Սատուրնն ու Նեպտունը ամեն դեպքում ռետրոգրադ ընթացքում են լինելու, շատ կարևոր է դուք ձեր մեջ ունենաք հարցի պատասխան, թե ինչի է այդ գիտելիքը պետք, եթե գիտելիքը ձեզ պետք է Աստծուն ավելի մոտենալու համար, կամ ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու համար, այս աշխարհին ինչ-որ բարիք բերելու համար, միանշանակ այդ տեսակ գիտելիքը, ցենց ասած, պլյուս 1000 միավոր կլինի ձեր կարմային, բայց եթե դուք ուզում եք գիտելիք ձեռք բերել, որպեսզի դուք ձեզ ավելի լավ զգաք մյուսների հանդեպ, կամ ինչ-որ մտնեք կոնկուրենցիայի մեջ, կամ փորձեք մարդկանց վնասել ձեր գիտելիքով, կամ պարզապես այդ գիտելիքը մարդկանց վրա ծախել զուտ փողի համար ինչ-որ մի բան անել, հավատացեք, դա նույնպես ձեր համար բարդ կարմա կլինի, ձեր հոր հետ հարաբերությունները այս շրջանում լավ կլինի կարգավորեք, եթե հայր ունեք, ողջ անպայման հետը խոսացեք, եթե ինչ-որ խնդիրներ կան, ցավեր կան, տրավմաներ կան, այդ ամենը լուծեք, թող գնա, պապայի հետ կապված վիրավորանքները հարթեք, իսկ եթե արդեն ձեր հայրը ողջ չէ, թեկուզ կարող եք նրա համար մոմ վարել կամ եկեղեցում խնդրել, որ այնտեղ ծիսակատարություն են մատուցում մահացածների համար, թեկուզ նման ինչ-որ ծիսակատարություն անել նրա հոգու հանգստյան համար, ինչ-որ դուք այստեղ շատ կարևոր է, որ դուք ձեր մեջ, հա, եթե պապայի հետ կապված որոշակի խնդիրներ կան, վիրավորանքներ կան, տրավմաներ կան, դուք ձեր մեջ դա կարողանաք հարթել, հա, անգամ եթե ձեր հայրը հիմա ողջ չի, ոչինչ պարտադիր չի դնել հետը խոսալ, այդ հետ հնարավորություն չկա, բայց գոնե դուք ձեր մեջ հասկանաք, որ դուք այդ խնդիրները հարթել եք, էլ պապայի հետ ցավոտ հիշողություններ չկան ու պապային հիշում ենք լավով, իսկ եթե ձեր հայրն են սխալները արել, որը աններելի է, որը հնարավոր չի մոռանալ, ապա գոնե որովհետև ցավոք սրտին հենց հայրեր կան ու հենց քայլեր են անում, որը ուղղակի աններելի է, հա, եթե կներեք իհարկե բռնություն է կիրառել հայրը իր երեխայի հանդեպ, ու հաճախ բռնությունը մենակ ֆիզիկական չի լինում, այդ տեսակ հորը բնականաբար հնարավոր չի ներել, գոնե կարողանաք ձեր մեջ հաղթահարեք, որպեսզի այդ վիրավորանքն ու տրավման ձեզ չցավացնի, մի ներեք բնականաբար տենց դեպքերում, ես չեմ կարող ինձ թույլ տալ, հա, բարեբախտաբար ես լավ հայր եմ ունեցել ու չգիտեմ վատ հայր ունենալը ինչ բան է, բայց եթե ձեր մոտ նենց պարագա է, որ նենց իրավիճակ է, որ հնարավոր չի ուղղակի ներել այդ մարդուն, թեկուզ եթե չներեք էլ դուք ձեր համար կարողանաք այդ տրավման, այդ ցավը հաղթահարել, որ այդ ցավը ձեզ չվնասի, որովհետև առողջական նոր հարցերի հետ կապված վտանգավոր դիրքեր են այս ամենը ու ինչպես գիտենք, սեղմված, ճնշված էմոցիաները նույնպես կարող են վնասել մարդու առողջությանը,
Դուք ձեր առողջության, ձեր կայունության համար պարզապես կարող եք կարգավորել այդ ամենը մասնագետի հետ աշխատելով, իսկ մասնագետի հետ աշխատանքը ամենայն հավանականությամբ անխուսափելի ու շատ անհրաժեշտ կլինի այս շրջանում։ Ցուլերի համար։ Այդ ցուլերի համար այն վտանգավոր կետերին է կպնելու Սատուրնն ու Նեպտունը, որովհետև 11-րդ տան մեջ է այդ միացումը, իսկ 11-րդ տունը դա եկամուտի, փողի, ֆինանսների, ծանոթությունների տունն է, իսկ մեր ցուլերը ինչ են սիրում՝ փող, ճոխություն, եկամուտներ, կոմֆորտ կյանք, ընկերներ եւ այլն։ Այս շրջանում շատ կարեւոր է, որ դուք հաղթահարեք ձեր վախերը կապված փողերի հետ։ Այդ ցուլերին գիտենք, որ շատ աշխատում են, տուն են դնում, տեղ են դնում, բայց հաճախ այդ ամենը գալիս է ոչ թե այն պատճառով, որ իրենք աշխատասեր են, այլ ունեն վախ առանց փող մնալու։ Շատ կարևոր է հաղթահարել ձեր մեջի այդ վախը փող կորցնելու, ձեր ներսի այդ վախը անտուն մնալու, ինչ որ ոչ կոմֆորտ վիճակներում հայտնվելու։ Բնականաբար փող աշխատելը շատ լավ է, շատ կարևոր է, բոլորս էլ պետք է կարողանանք ապահովել մեր մինիմալ կոմֆորտը, գոնե մեր բազային հանգստությունը, բայց եթե այդ ամենը կատարվում է վախից ելնելով, այդ ամենը բնականաբար արդեն տրավմա է, որը պետք է հաղթահարել, այլապես եթե դուք վախենում եք փող կորցնելուց, դուք կկորցնեք փող։ Սատուրնի ու Նեպտունի միացումը նրա մասին է, որ մարդ ինչից վախենում է, դրա հետ դեմարդեմ հանդիպելու է։ Նաև ընկերական շրջապատում շատ հավանական է, լինեն դավաճանություններ, բացահայտվեն որոշ մարդկանց իրական էություններ, մարդիկ, ում դուք երկար ժամանակ վստահել եք, հասկանաք, որ այդ մարդկանց վստահել պետք չէր։ Այս շրջանում խուսափեք նոր տարօրինակ ծանոթություններից։ Ձեր շրջապատում, եթե կան մարդիկ, ովքեր խառնված են անօրինական գործարքների հետ, խառնված են ինչ-որ մութ աշխարհի, այդ սև ցածր աշխարհի երևույթների հետ, կապված են սև մոգության հետ, ինչ-որ դիվային ուժերի հետ, կապված են ալկոհոլի, թմրանյութի, անբարոյականության, այդ տեսակ մարդկանց հետ խորհուրդ կտամ դադարեցնել շփումը։ Ինչպես նաև Ուրան-Սատուրն միացումը ձեր առաջին տան մեջ է, շատ հավանական է, որ այս շրջանում ցուլերի համար հեղափոխական լինի, ընդհանրապես այս վերջի 3 տարիները ցուլերի համար շատ հեղափոխական են եղել, ու սա ոնց որ այդ վերջին էտապն է, վերջին փուլն է, որ դուք հասկանաք ձեր էությունը, հասկանաք ինչ եք ուզում այս կյանքից, գտնեք ձեր ուղին ու շարժվեք այդ ուղով։ Այս շրջանում շատ հավանական է, որ ունենաք մղձավանջային երազներ, ունենաք ինչ-որ տագնապային պահեր, բայց այդ ամենը անցողիկ է։ Այն ցուլերը, ովքեր ունեն երեխաների հետ կապված վախերը պետք է հաղթահարեք։ Շատ մարդիկ կան, որ իրենց երեխաների հետ կապված անընդհատ տագնապների մեջ են, վայ երեխաս կկորի, վայ երեխայիս վատ բան կլինի, կգողանան։ Այդ ամենը պետք է կարողանաք հաղթահարել, որովհետև դուք ձեր սեփական տագնապները, ձեր սեփական վախերը ոնց որ փոխանցում եք ձեր երեխային, իսկ այդ պարագայում բնականաբար արդեն ձեր երեխան կմեծանա տագնապների, վախերի մեջ, ինչը իրան հետագայում շատ կխանգարի։ Եթե ունեք ստեղծագործական ջիղ, կարողանում եք նկարել, կարողանում եք գրել, ստեղծել, երգել, հորինել, շատ արդյունավետ էտապ է այդ ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու համար։ Ինչպես նաև եթե ունեք հակում վեդայական ուսմունքները, ապա նույնպես վեդայական ուսմունքները ուսումնասիրելը ցուլերին մեծ օգուտ կբերի թե հոգևոր, թե հոգեբանական եւ թե ֆինանսական ասպեկտներում։ Շատ կարևոր է, չվախենալ առաջվել սեփական վախերի հետ եւ նաև այստեղ ունենք 8-րդ տան մեջ ասպեկտ, դա միստիցիզմի տունն է, այս շրջանում շատ հնարավոր են ձեր հետ տեղի ունենան որոշ միստիկ երևույթներ, միստիկ հանդիպումներ, էզոտերիկայի հետ ուսումնասիրությունը, ծանոթությունը այս շրջանում ձեզ միմիայն կօգնի, եթե իհարկե դա օգտագործեք ձեր ինքնաճանաչման համար։ Սև մոգության թեմաները նույնպես այդ սև աշխարհի հետ առնչությունը այս շրջանում անխուսափելի կլինի, որովհետև հատկապես եթե լինեն ինչ-որ կապեր սև մոգության հետ, որոնք գալիս են նախկին կյանքերից, այս շրջանում գլուխ կբարձրացնեն։ Իսկ այս շրջանում կյանքի այս փուլում կատեգորիկ ես ձեզ խորհուրդ չեմ տա զբաղվել անծանոթ պրակտիկաներով, ինչ-որ հիմա կան չէ ինտերնետում, որ գրում են այ ռունաներ նկարեք ձեր ձեռքի վրա կամ ինչ-որ մեդիտացիա արեք եւ փող կգա, այդ ամենը տարօրինակ պրակտիկաներ են, որ դուք չգիտեք թե ինչ ուժերի հետ եք համագործակցում։ Այդ ամենը ձեզ ավելի շատ կվնասի, ինչպես նաև
Եթե առնչվեք ինչ-որ պրակտիկների հետ, մարդկանց հետ կարող է ձեզ խոստանան, կարող է ձեզ թալիսմաններ ուզենան վաճառեն, բայց այդ ամենը իմացեք սև մոգության հետ կապ ունեցող ուժեր են լինելու, առհասարակ այս շրջանում պրակտիկաներից, մոգությունից, բանից հեռու մնացեք, լավ կլինի ուսումնասիրեք էզոտերիկա, ուսումնասիրեք թե էներգիաները ոնց են աշխատում, հասկանաք փողի հոգեբանություն, այ ցուլերը ունեն չէ փողի վախը, հասկանաք այդ փողի էներգիան ոնց է աշխատում, ոնց է մարդ փող աշխատում եւ այլն, այդ ամենը ձեզ բավականին կօգնի եւ կօգնի առաջին հերթին վախենալ ձեր ներքին վախերից, ազատվել ձեր ներքին վախերից։ Երկվորյակներիս համար առաջնային հիմնական փոփոխությունները կապված են կարիերայի հետ, աշխատանքի հետ, նրանց գործունեության բնույթի հետ, աշխատավայրում եթե ունեք վախեր, եթե ունեք պաշտոնի հետ կապված հարցեր, տարաձայնություններ, կասկածներ, վախենում եք, որ դուք առաջ կգնաք կամ ինչ-որ պլաններ կան, հա, այս շրջանում ես ձեզ խորհուրդ կտամ ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնել ձեր ներքին պրոցեսների վրա, ձեր հոգևոր հանգստության վրա, հիշեք, որ ձեր հոգևոր հանգստությունը, ձեր էմոցիոնալ կայունությունը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ պաշտոն, ինչ-որ աշխատավարձ, աշխատանքի, պաշտոնի, ղեկավարությանը գոհացնելու համար մի վտանգեք ձեր առողջությունը, մի փչացրեք ձեր նյարդերը, այդ ամենը ձեզ ոչ մի օգուտ չի բերի, հրաժարվեք, հա, այն տեսակ աշխատանքներից, որոնք կապ ունեն անօրինական գործարքների հետ այս շրջանում, եթե առնչվեք այդ անօրինական դաշտի հետ, շատ հավանական են, որ դուք շատ արագ ձևով պատասխան տաք այդ ամենի համար։ Ձեր բիզնեսում, աշխատանքում աշխատեք հնարավորինս արդար, վճարեք ձեր հարկերը, եթե կոնկուրենտներ ունեք, կոնկուրենցիան արեք ավելի բարոյական սկզբունքների վրա, հնարավոր են աշխատավայրում լինեն խաբեբաներ, լինեն ձեր վատը ցանկացողներ, բայց դա իրենց պրոբլեմն է, դուք ձեր վրա ավել կարմա մի կուտակեք, ընտանիքի ներսում, տան մեջ հնարավոր են լինեն խնդիրներ կապված տեխնիկայի հետ, կապված ջրի տրուբաների հետ, այն տան ներսում հեղուկների, ջրի եւ ամենի հետ կապված խնդիրներ հնարավոր են լինել, այս շրջանում ուշադիր եղեք դրանց, որ հանկարծ տրուբաները օրինակի համար չպայթեն։ Ընտանիքի ներսում եթե կան վիճաբանություններ, կոնֆլիկտներ, հնարավոր է այս շրջանում ավելի սրվեն, հնարավոր է լինեն խնդիրներ մոր հետ, հա, մամայի հետ հարաբերությունները փչանան, ավելի լավ կլինի ցանկացած հարաբերություն տանեք ավելի շատ իրար հասկանալու, խոսալու, բացատրելու եւ պարզ հասկանալու վրա, հիշեք, որ ոչ դուք կարաք մամայի մտքերը կարդաք, ոչ էլ մաման կարա ձեր մտքերը կարդա, եթե մաման չկա, արդեն հնարավոր է էմոցիոնալ կապ ունենաք իր հետ, շատ կարևոր կլինի այդ պահերը հաղթել, եթե կան էլի ներքին տրավմաներ, ցավեր կապված մամայի հետ, այդ ամենը հարթեք, եւ նաեւ երկվորյակների պարագայում Ուրան, Սատուրն այդ պայթյունը տեղի կունենա 12-րդ տանը, ուշադրություն դարձրեք ձեր երազներին, ձեր երազները ձեր ներսի վախի արտահայտումն է լինելու, հա, հաճախ կարող է տեսնեք ինչ-որ տագնապային երազներ, մտածեք, որ դա մարգարեական երազ էր, բայց չէ, դա պարզապես ձեր ներքին վախերի դրսևորումն է, ինչպես նաեւ ձեր հարաբերությունների ոլորտը, եթե գտնվում եք հարաբերություններում այս պահին, հնարավոր են լինեն որոշակի խնդիրներ ձեր կողակցի հետ կապված, լինեն չհասկացվածություն, լինեն կոնֆլիկտներ, վիճաբանություններ, շատ լավ կլինի, որ հնարավորինս պարզ, հստակ, գիտակցված ու հասուն կերպով մոտենաք խնդիրներին առանց ավելորդ էմոցիաների, առանց ավելորդ հույսերի, տեղից Նեպտունը բոլորին դարձրել է շատ հուզական, շատ էմոցիոնալ, մի հատ էլ դրան, որ ավելացնեք ձեր երկվորյակի այդ տատանողական վիճակները, անիմաստ վնասելու եք թե ձեզ, թե ձեր կողակցին։ Քեզկետիների համար շատ լավ շրջան է նոր մասնագիտություն սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, հատկապես բարձրագույն կրթական հաստատություններում, եթե սովորում եք կամ պլաններ ունեք համալսարան, մագիստրատուրա ընդունվելու, շատ լավ կլինի այս շրջանում դա անեք, ընտրեք մի մասնագիտություն, մի ուղղություն, որը ձեր հոգու ցանկությունն է։ Շատ լավ կտրվի խեցգետիներին այս շրջանում էզոտերիկ գիտելիքները, հոգևոր գիտելիքները, հոգեբանական գիտելիքները, հոր հետ հարաբերությունները նույնպես խեցգետիների համար այս շրջանում շատ լավ կլինի։ Նաև այստեղից նայում ենք երրորդ տան մեջ, եթե ունեք դուք նպատակներ, պլաններ կապված ձեր աշխատանքի, ձեր բիզնեսի, ձեր գործը դնելու, ստեղծելու հետ, այս շրջանում այդ ամենը շատ լավ կաշխատի։ Շատ կարևոր է հաղթահարել ձեր ներքին վախերը։ Հույսը դրեք այս շրջանում միմիայն ձեր վրա, որովհետև պայմանավորվածությունները ավելի անիմաստ կլինեն, հնարավոր է ձեզ տան խոստումներ, որովհետև 11-րդ տան մեջ ունեք Սատուրն եւ
ուրան պայթյունը, դա կհանգեցնի նրան, որ ձեր շրջապատում կհայտնվեն խաբեբաներ, կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կտան զուր խոստումներ, խորհուրդ կտա մեր շրջանում ոչ մի խոստումներին չհավատալ, ոչ մեկի վրա հույս չդնել եւ հասկանալ, որ ինչ էլ անեք, ոնց էլ անեք, ձեր հաջողությունը դուք կերտելու եք ինքնուրույն։ Ուշադիր եղեք ձեր քույրերի, եղբայրների հետ հարաբերություններին, հնարավոր է այս շրջանում ինչ որ չափով վատթարանան դրանք, բայց այստեղ աստրոլոգիայում ու առհասարակ էզոտերիկայում մի հատ հետաքրքիր պահ կա։ Եթե դու գիտես ինչ որ ինֆորմացիա, ապա դու պատասխանատու ես այդ ինֆորմացիայի կիրառման համար։ Հիմա դուք գիտեք, որ այս պահին Նեպտունի եւ Սատուրնի ռետրոգրադը կարա ազդի ձեր ու ձեր քույրերի, եղբայրների հետ հարաբերությունների վրա։ Այդ պարագայում արդեն դուք եք պատասխանատու, թե ոնց կանեք, որ այդ կոնֆլիկտները չլինեն, որովհետև հիշեք, որ ձեր քույրերն ու եղբայրները չեն նայել ամենայն հավանականությամբ Արթուրի վիդեոն եւ չգիտեն, որ այս պահին ռետրոգրադ է։ Հետևեք այդ պահին, թույլ մի տվեք, որ ընտանեկան ինչ-որ անիմաստ կոնֆլիկտները, խնդիրները պատճառ դառնան հարաբերությունների խզման։ Նաև այստեղ ուշադրություն դարձրեք նույնպես ձեր առողջությանը, 6-րդ տունը այստեղ Սատուրնի ազդեցության տակ է գտնվում այս պահին, ձեր նույնպես էմոցիոնալ վիճակին, խեցգետինները հաճախ իրանք իրենց էմոցիաների պատճառով իրենց գցում են խնդիրների մեջ, ճնշման պահերը կարող է գլուխ բարձրացնել, միզասեռական օրգանների հետ կապված ֆունկցիոնալ հարցերը կարող են նույնպես արդիական լինեն, այն ամենը ինչը փորի շրջանում է, մարսողական համակարգերի հետ կապված կարող լինեն որոշակի հարցեր, եթե լինեն դժգոհություններ, բողոքներ, այ Նեպտունները ջրի տարերք, խեցգետինները ջրի տարերք, այստեղ արյան հետ կապված հարցեր կարան լինեն, նույնպես ձեզ խեցգետիններին էլ այս շրջանում կատեգորիկ արգելված ալկոհոլի օգտագործումը, որովհետև ալկոհոլը կարա լրիվ մթագնի ձեր գիտակցությունը, կարող անեք սխալ քայլեր, սխալ որոշումներ, որի համար հետո կզղջաք, բայց արդեն ուշ կլինի։ Անցանք առյուծներին։ Առյուծների համար բարդ է լինելու է շրջանը ավելի, քան մյուսների համար, որովհետև տեղի ունենալու միստիկայի ոլորտում, միստիկայի տան մեջ, եթե ունեք ներքին վախեր ինքնարեալիզացիայի հետ կապված, տագնապներ որոշակի ապագայի հետ կապված, այդ ամենը այս շրջանում կսրանա։ Առյուծների կյանքում կարա ակտիվանա խավարը, տաբու դարձած թեմաներ, այն թեմաները, որը երկար ժամանակ դուք փակել եք ձեր մեջ, որը ձեր համար եղել է արգելված, այս շրջանում դրան գլուխ կբարձրացնեն։ Առյուծների կյանքում նույնպես հավանական է առնչություն հենց այդ կյանքի աշխարհի այն սև զզվելի կողմի հետ, այն թուղթուգրեր, սև մոգություն, չար աչք, չար նավզ, այն ցածր մակարդակի մոգության հետ կապված թեմաները նույնպես առյուծների համար կարող են լինել արդիական, ուստի այս շրջանում շատ կարևոր է հատկապես առյուծի համաստեղությունում կարևոր դիրքեր, արև, լուսին, ասցենդենտ ունեցող մարդկանց համար ամենօրյա ռեժիմով զբաղվել սեփական աուրայի ամրապնդմամբ, իդեպ չգիտեք ինչպես ձեր աուրայի մասին հոգ տանեք, իմ տելեգրամյան ալիքում ես ունեմ տեղադրած մեդիտացիա, ավելի ճիշտ ոչ թե մեդիտացիա, այլ հնարք, թե ինչպես կարող եք անել ամենօրյա ռեժիմով ձեր էներգետիկ հիգիենան, բալանսը պահպանելու եւ աուրան ամրապնդելու համար։ Այս շրջանում մութ թեմաները, վաղուց մոռացված հարցերը, ինչ-որ փակ թեմաները կարող են գլուխ բարձրացնել, անցյալից նորից մարդիկ կարող է վերադառնան, շատ լավ կլինի, որ այդ մարդկանց հետ ընդհանրապես կապ ու առնչություն չպահեք։ Առյուծների համար ֆինանսների, փողի թեման լինելու է բավականին արդիական, հատկապես ժառանգության թեմաները։ Եթե ունեք ժառանգություն ստանալու, ավելի լավ կլինի այս շրջանում ստանաք, որովհետև հետագայում կարող են լինել խնդիրներ դրա հետ կապված, նաև հնարավոր է հենց կոնֆլիկտներ, խնդիրներ կապված ժառանգության հետ, օրինակ տունը չկարողանաք քույրերի, եղբայրների հետ կիսել կամ ինչ-որ ժառանգություն ճանաչելու հետ կապված լինեն հարցեր, հետևեք ձեր սննդին, հետևեք այն ամենին, ինչ որ ուտում եք, ցանկալի է, որ այս շրջանում շատ առողջ սնվեք, հնարավորության դեպքում նաև եթե կարող եք բուսակերություն զարգացնել ձեր մեջ կամ միսը քչացնել այս շրջանում, հետևեք, որպեսզի չլինեն սննդային թունավորումներ, ցանկալի կլինի այս շրջանում ուտեք ձեր պատրաստածը մենակ, ինչ որ անծանոթ միջավայրերում, անծանոթ օբյեկտներում ոչինչ չօգտագործեք, հետևեք ձեր խոսքին, ձեր բառերին, որպեսզի էմոցիոնալ տատանումների, այդ լարված վիճակում, ագրեսիայի ազդեցության տակ չասեք ինչ որ սխալ մտքեր, որոնք կարող են հետագայում օգտագործվել հենց ձեր դեմ, որովհետև առյուծները ունեն, պահի տակ այդ բարկության
պիկի տակ ասեն մի բան, ասեն մարդու դեմքին այն ինչ որ մտածում են, գորգռան ու հետո հասկանան, որ համ դիմացինին շատ խորը վիրավորեցին կամ համ էլ իրանց գցեցին շատ անհարմար իրավիճակի մեջ։ Խորհուրդ չեմ տա այս շրջանում ձեր գաղտնիքներով, ձեր պլաններով կիսվեք մարդկանց հետ, անգամ ամենամտերիմների հետ, որովհետև այս շրջանում ձեր դաշտը լինելու է բավականին բաց ու դուք շատ նեգատիվ կարող եք ներս թողել։ Եթե ունեք վախեր ձեր ռեալիզացիայի հետ կապված, վախեր աշխարհին երևալու հետ կապված, պետքա հաղթահարեք, որովհետև ձեր աշխատանքի, կարիերայի ոլորտում ունենք պայթունավտանգ համատեղելիություն, հնարավոր է աշխատանքի կտրուկ փոփոխություն, հնարավոր է աշխատանքից հեռացում, հնարավոր է կոնֆլիկտներ աշխատավայրում։ Շատ լավ կլինի, որ եթե հանկարծ նման իրավիճակ լինի ձեր կյանքում, ձեր մասնագիտությունը կտրուկ փոխվի, աշխատանքը փոխվի կամ աշխատավայրում ձեր ստորաբաժանումը department-ը փոխվի, հասկանաք, որ այդ ամենը տեղի է ունենում ձեր օգտի համար ու այդ տրանսֆորմացիա կոչվածը եկել է, որ ձեզ տանի ավելի բարձրատրվող աշխատանքի կամ ավելի լավ կոլեկտիվի, շատ կարևոր է, հա, աշխատավայրում անիմաստ կոնֆլիկտների մեջ չմտնել, հատկապես ղեկավարության հետ, հատկապես ավտորիտետ ունեցող մարդկանց հետ, որովհետև արուսները սիրում են մտնել միտեղ ու սկսեն իրենց կանոնները թելադրել, բայց պետքա հասկանաք, հա, որ եթե այդ աշխատավայրում, այդ օֆիսում այդ կանոններն են դրված, դրանց դեմ պայքարելը լրիվ անիմաստ է, հələ մի հատ էլ կարող է ձեզ հեռացնել աշխատանքից։ 5-րդ տունը նաև արուսների տունն է, այստեղ խնդիրներ կարող են լինել ստեղծագործության հետ, խնդիրներ կապված երեխաների հետ, սիրային հարաբերություններում, հա, ու ստեղ գիտեք ոնց է, եթե երկար ժամանակ դուք չեք գտնվել սիրային հարաբերություններում, ձեր կյանքում չի եղել կողակից, շատ հավանական է, որ այս շրջանում հայտնվի համապատասխան մարդ։ Իսկ եթե արդեն երկար ժամանակավոր գտնվում եք կամ ինչ-որ խառը սեռական կապերի մեջ եք եղել, շատ հավանական է, որ այս շրջանում լինի լրիվ տոտալ դատարկություն այդ ոլորտում ու դուք հասկանաք, որ ձեր կյանքը չի դասավորվում հենց պրям սեռական հարցերի հետ կապված։ Շատ կարևոր է, հա, որ այս շրջանում, եթե գտնվում եք հարաբերությունների մեջ, թույլ չտաք, որ այս Սատուրն-Նեպտունյան խնդիրները էմոցիոնալ ձեր հարաբերությունները տանեն ինչ որ խնդրահարույց ձևով, ավելի լավ կլինի մնալ գիտակցված, հիշել, որ հնարավոր են այս շրջանում որոշակի չհասկացվածություններ։ Անցանք կույսերին։ Կույսերի համար հարաբերությունների թեման շատ արդիական է լինելու, եթե գտնվում եք հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ, բաժանություններ, կոնֆլիկտներ, շատ կարևոր է, հա, որ նույնպես դուք չտրվեք այդ ներքին ագրեսիային, չփորձեք ձեր կողակցին ամեն ձև վերահսկել, որովհետև կույսերը ունեն այդ հակումը իրաց կողակցին սահմանափակելու, անիմաստ խանդելու, փորձելու վերահսկելու, փորձելու ինչ որ կյանք սովորացնելու, կույսերի բացասական դրսևորումը, հա, որ մտնում են հարաբերությունների մեջ ու սկսում են իրաց կողակցին սենց ասած փորձել ձևավորել նենց որ լինի իրանց հարմար, բայց դա տենց չի, պետք է կարողանաք հարգել ձեր կողակցին, ընդունել ձեր կողակցին այնպիսին, ինչպիսին որ կա։ Եթե չեք գտնվում հարաբերություններում, շատ հավանական է այս շրջանում լինեն նոր ծանոթություններ, որոնք հետագայում կարան վերածվեն ու վերաճեն լուրջ հարաբերությունների։ Շատ կարևոր է ձեր կողակցի հետ բացի այդ անձնական համակրանքը, բացի քիմիան, բացի այդ ֆիզիկական հաճելի համակրանքը նաև լինի հոգևոր կապ, որ դուք հասկանաք, որ ձեր կողակցի հետ կարող եք խոսալ, կարող եք քննարկումներ ունենալ, դուք եւ ձեր կողակիցը միանման եք մտածում, իսկ այն պահերը, որ տարբեր է, երկուսդ էլ իրար տարբեր մոտեցումներ անցալեք ու չփորձեք մեկը մյուսին կյանք բացատրել։ Շատ կարևոր է այս շրջանում ունենալ սեփական աշխարհայացքային փոփոխություններ, այ կույսերի համար շատ բարդ է ընդունել այլ ճշմարտությունը, ընդունել, որ ժամանակն է ինչ որ աշխարհայացքային փոփոխություններ անելը, հա, իրանք շատ ավելի դոգմատիկ ու հաճախ շատ փակ մտածելակերպով մարդիկ են լինում, ովքեր աշխարհը բաժանում են սևի ու սպիտակի ու բնականաբար իրանք իրենց համարում են միակ ճշմարիտը, շատ կարևոր կլինի այս շրջանում հաղթահարել այդ этаպը, անցնել դրանից ու թույլ չտալ, որ ձեր գիտակցությունը, ձեր ներքին համոզմունքները ձեզ տանի սխալի, տանի դեպի սահմանափակման, որովհետև եթե դուք փորձեք աշխարհը տեղավորել ձեր քառակուսու մեջ, կյանքը կսկսի ձեզ ամեն ձև ցույց տալ, թե դուք ինչքան սխալ եք մտածում։ Բնականաբար դուք կարող եք ունենալ ձեր աշխարհայացքը, բայց մի փորձեք ձեր սեփական հայացքները հրամցնել մյուսներին։
մի փորձեք մարդկանց դնել քառակուսիների մեջ ու ասել չէ, մենակ այս քառակուսին է ճիշտը, որովհետև այդ պարագայում դուք կունենաք բաժանություններ, կունենաք դավաճանություններ, կունենաք կոնֆլիկտներ ձեր անձնական կյանքում։ Պետքա պատրաստ լինեք ընդունել այլակարծություններ, որովհետև այստեղ ակտիվանում է նաև 9-րդ տունը պայթունավտանգ ձևով, այն կրոնական հայացքները, այն աշխարհ հայացքները, որ մինչև օրս դուք ունեցել եք, շատ հավանական է, որ այս տրանզիտներից հետո այս տարեվերջում լինի ամբողջությամբ փոխված։ Շատ կարևոր է, հա, որ դուք հաղթահարեք հենց այդ դոգմատիզմը ձեր մեջ, պատրաստ լինեք նոր հայացքների, նոր մոտեցումների ընկալման ու ընդունման համար։ Եթե դուք կարողանաք բաց լինել այլ աշխարհ հայացքների համար, այլ մտածողություն ունեցող մարդկանց համար, ապա այս շրջանից դուք մաքսիմում շատ օգուտներ կքաղեք, նաև լավ արդյունավետ շրջան է գիտելիքները զարգացնելու, գիտական աշխատանքներ անելու համար, ձեր տանը փոփոխությունները, ռեմոնտը, օրինակ վերանորոգումը շատ արդյունավետ կարա լինի այս շրջանում, մամայի հետ հարաբերությունները կույսերի համար շատ կարևոր է կարգավորելը, եթե ունեք ինչ-որ վիրավորանքներ կամ ունեք սեփական ինքնամեղադրանք մամայի հետ կապված, այդ ամենը կարող եք հաղթել, որովհետև հողի ալերգիկ տղամարդիկ հաճախ ավելի շատ ոչ թե վիրավորանք են ունենում, այլ ինքնամեղադրանք են ունենում, որ իրանք կարային մի բաներ ավել անեին մամայի համար, բայց չեն հասցրել անեն, կամ օրինակ չեն տվել մամային այն ինչը մաման արժանի էր, կարևոր է, որ դուք ձեր մեջ հաղթեք այդ բա ու հասկանաք, որ դուք ամեն դեպքում Աստված չեք ու դուք ձեր կարեցածի չափով եք արել, հետո բացի այդ մաման հասուն մարդել է ու պարտադիր չի մամային երեխայի պես վերաբերվել, թույլ տվեք, որ մաման իր հասուն կյանքը ապրի, դուք էլ ձեր հասուն կյանքը ապրեք, եթե կան վիրավորանքներ, տարաձայնություններ, այդ ամենը հարթեք, թող գնա։ Կշեռքների համար նույնպես կարևոր է առողջության հետ կապված հարցերը, 6-րդ եւ 12-րդ տները նույնպես ակտիվանում են, հոգեկան առողջություն, կլինիկական առողջություն, շատ կարևոր է այս շրջանում անցնել բուժ հետազոտություններ, անցնել ստուգումներ, եթե անհրաժեշտություն կա անգամ պարկել հիվանդանոց, չվախենալ այդ փակ տարածքներից, այս շրջանում կարող է ձեր շարժը ինչ-որ չափով սահմանափակվի, լինեն կոտրվածքներ, լինեն ինչ-որ առողջական խնդիրներ, որոնք ձեզ կդրթեն, որ դուք ինչ-որ չափով դադար տաք հա ձեր աշխատանքին, ու դա գիտեք ինչով է պայմանավորված, կշեռքները հաճախ մոռանում են հանգստի մասին, իրանք անընդհատ աշխատում են, անընդհատ մտածում են, անընդհատ վերլուծում են, բայց այստեղ շատ վտանգավոր ասպեկտներ է ձեր մոտ, համ 6-րդ, համ 12-րդ, համ 8-րդ տները ակտիվանում են այս տրանզիտի ժամանակ, իսկ այս էտապը արդեն 3 տուններ պատասխանատու է կլինիկաների, բուժ հաստատությունների, ստուգումների մասին, այս ամենը կարա ձեզ տանի դեպի սահմանափակում, տանի խնդիրներ, ու եթե դուք մենակ աշխատել եք այսքան ժամանակ առանց հանգստի, կոպիտ ասած հիվանդանոց ընկնելը կլինի այն ազդակը, որ կյանքը, սենց ասած տիեզերքը, Աստված, ոնց ուզում եք անվանեք, ձեզ ստիպում է հանգստանալ, ձեր առաջ դնում է սահմանափակումներ, որպեսզի դուք դադար տաք, գնաք պարկեք ու չշարժվեք, մի մոռացեք հանգստանալու մասին, դա շատ կարևոր է։ Եթե շրջանում ձեր մոտ ինչ-որ առողջական խնդիրներ կլինեն, շատ լավ կլինի չմոռանաք դրանց մասին, աչքաթող չանեք, հետևեք ինքներդ ձեզ, ձեր առողջությանը, հետո շնորհակալություն կհայտնեք դրա համար։ Մի խառնվեք ոչ մի անօրինական գործարքներին, որովհետև կա բանդարկության ռիսկ, կա լուրջ տուգանքների ռիսկ, կա պետության, կանոնների, իրավապահ մարմինների, ոստիկանության հետ խնդիրների ռիսկ։ Մի մտեք կոնֆլիկտների մեջ, մի մտեք տարօրինակ գործարքների մեջ, մի արեք ներդրումներ են ոլորտներում, որից որ դուք չեք հասկանում, ֆինանսական խաբեությունների մեծ ռիսկ կա, շատ հավանական են ծանոթություններ, նոր, բայց վտանգավոր մարդկանց հետ, անծանոթ մարդկանց հետ գործի մեջ մի մտեք եւ թեկուզ հին բարեկամներին էլ մի վստահեք, հատկապես ֆինանսական ու գործնական հարցերում, զեղծարարների, հանցագործների ակտիվություն կլինի ձեր կյանքում, հիմա կասեք Արտուր, այս ինչքան վատ բաներ է ասում մեզ, բայց դե հիմա էդ է։ Եթե կարողանաք այս ամենը հաղթահարեք, սա ձեզ կբերի նոր գիտակցություն, նոր զարգացում, թե էներգետիկ մակարդակում, թե մտավոր մակարդակում, ուսումնասիրեք հոգեբանություն, հենց մարդկային շփումների հետ կապված, ուսումնասիրեք փիլիսոփայություն, ուսումնասիրեք էզոտերիկա, շատ կարևոր է, որ կարողանաք
մնալ ստաբիլ, հա, հողագծման պրակտիկաները շատ կարևոր կլինեն այս շրջանում ձեր համար, սպորտով, ինչ-որ ակտիվություններով զբաղվելը շատ կարևոր կլինի, որովհետև կշերտների մոտ գերզարգացած վիճակում ա վերին էներգետիկ կենտրոնները ու անընդհատ իրենք ինչ-որ մտածմունքների, տատանումների մեջ են, չեն կարողանում հստակ որոշել ինչ են ուզում, ինչ չեն ուզում, ինչ-որ փիլիսոփայական մտքեր է իրենց գլխի մեջ պտտվում ու շատ կարևոր է իրանց մնալ հողագծված, բայց միևնույն ժամանակ ուսումնասիրել հետևաբար էզոտերիկա, զբաղվել մեդիտացիաներով, այ մեդիտացիաները այս շրջանում կշերտներին բավականին արդյունավետ կլինեն, ձեր համար նոր աշխարհ հայաց կբերեն, նոր շրջան կսկսի ձեր կյանքում, եթե դուք կարողանաք adekvat առողջ կերպով մտնեք այդ մեդիտացիաների մեջ, չխառնվեք ինչ-որ սև պրակտիկաների մեջ, չմտնեք հարաբերությունների մեջ կասկածելի fake ուսուցիչների հետ, չմտնեք ինչ-որ մոգական գործերի մեջ, այս շրջանում կարող է ձեր էջբերի շատ տարոլոգների էջեր, գուշակների, էքստրասենսների, մոգերի, ովքեր առաջարկում են որոշ ծառայություններ, բայց այդ ծառայություններից օգտվելը մինուս 20,000 աչոք կլինի ձեր կարմայից։ Կարիճները, կարիճները, ինչպես միշտ իմ շատ սիրելի կարիճների համար սպասում է կարևոր էտապ սիրային սեքսուալ կյանքերում, կարիճներ ջան, ուշադիր եղեք, որպեսզի չլինեն սեռավարակներ, եթե մինչ օրս դուք ունեցել եք տարբեր սենց խառը կապեր, խառը հարաբերություններ, այս շրջանում լավ կլինի ավելի սահմանափակվեն դրանք, ինչ անում եք, արեք հնարավորինս պաշտպանված, խուսափեք անծանոթների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, երեխաների հետ կապված եթե վախեր ունեք, հաղթահարեք այդ վախերը, ինչպես նաև այստեղ նոր միտք եկա, որ կարող են լինել չպլանավորված հղիություններ, անցանկալի հղիություններ, աբորտներ, այս ամենը բնականաբար մինուս 40,000 աչոք ա ձեր կարմայից, բայց եթե կարողանաք ճիշտ դրսևորել այդ ամենը, նաև հնարավոր է լինի ընտանիքում ավելացում, եթե դուք իհարկե երեխա ուզում եք, որովհետև նաև այստեղ 7-րդ տունն է և երկրորդ տներն են ձեր մոտ ակտիվանում, դե 7-ը ձեր սիրելիի, կողակցի հետ հարաբերություններն են, եթե չեք գտնվում հարաբերություններում այս շրջանում, դուք ունեք պոտենցիալը լուրջ հարաբերություններ սկսելու, եթե գտնվում եք հարաբերություններում հնարավոր է լինի կոնֆլիկտ, որը կդառնա պատճառ կամ բաժանության, կամ էլ ավելի լավ իրար հետ կապվելու, որովհետև կողակիցները մարդիկ առհասարակ կոնֆլիկտների շրջանակներում են իրար ճանաչում, կկարողանաք իրար հետ կապվածությունը զարգացնել, իրար ավելի լավ հասկանալ, եթե պլանավորում եք երեխա, շատ լավ շրջան է հենց երեխա ունենալու համար, ինչպես նաև երկրորդ տունը դե ընտանիքի տունն է, ընտանիքում ավելացում, փողային հարցերի կարգավորում, բայց ստեղ զգուշացեք խաբեություններից, վախերից, եթե ունեք վախեր, ընտանիքի անդամի կորստի հետ կապված, վախեր բաժանությունների հետ կապված, այդ վախերը շատ հավանական է ռեալիզացվեն, որովհետև ամեն դեպքում կարիճները մարդիկ են, ովքեր ունեն հզոր էներգետիկ դաշտ, ովքեր իրենց մտքերը կարողանում են շատ ակտիվ ձևով ռեալիզացնել, մարդիկ, ովքեր իրենց էներգիայով, իրենց մտքերով շատ արագ կպնում են ցածր աստրալին ու կարող են իրենց վախերով, իրենց տագնապներով ցածր աստրալից կանչել որոշակի էություններ, որոնք բնականաբար ավելի կբարդացնեն թե ձեր շրջապատում գտնվող մարդկանց կյանքը։ Աղեղնավորների համար այս տրանզիտը աշխատելու է աշխատանք տուն առանցքի վրա, շատ կարևոր է այս շրջանում նույնպես բարելավել հարաբերությունները մամայի հետ, կարգավորել այդ հարաբերությունները, մեքենան վարելուց եղեք ուշադիր, մի խախտեք ոչ մի կանոններ, որովհետև հնարավոր են լինել ավտովթարներ, լինեն մեքենայի խափանումներ, եթե ուզենեք ինչ-որ միտեղ գնաք ու ձեր մեքենան խափանվի, շարժիչը չգործի, օրինակի համար շատ լավ կլինի այդ օրը դուք մեքենա չվարեք, իմացեք, որ դա նշան է, որ պետք չի դուք մեքենա վարեք, օգտվեք օրինակ հանրային տրանսպորտից կամ օգտվեք տաքսու ծառայություններից, մամային եթե վիրավորել եք ներողություն խնդրեք, եթե կան ձեր մեջ վիրավորանքներ, այդ վիրավորանքները հարթեք, թող գնան, տան ներսում եթե պլանավորում եք վերանորոգումներ, դրանք նույնպես լավ կլինի, աշխատավայրում հնարավոր են փոփոխություններ, մի տվեք աշխատանքին շատ մեծ նշանակություն, աշխատանքը ձեր կյանքը չի, եթե կլինեն փոփոխություններ, որ ձեր սրտով չեն, եթե կլինեն մի որոշումներ, որ դուք համարում եք անիմաստություն, անցեք թող գնա, մի տրամադրվեք այդքան մեծ կարևորություն մի տվեք աշխատանքին ու այդ աշխատանքի բացասականությունը մի բերեք ձեր անձնական կյանք, գնացեք օրվա մեջ 8 ժամ ձեր գործը արեք, եկեք, կենտրոնացեք ձեր կյանքի վրա, որովհետև աշխատավայրում, եթե դու ինչ-որ միտեղ աշխատում ես ինչ-որ մարդու մոտ, ինչ-որ
կազմակերպություն, դու որոշողը չես, իրանք ոնց որոշեն, դու տենց էլ պետք է անես, անկախ նրանից այդ որոշումը ճիշտ է, թե սխալ է, լավն է, թե վատն է, քո կամքով է, քո սրտով է, թե քո սրտով չի։ Իսկ եթե չեք ուզում այդպես, չեք համակերպվում, արդեն մտածեք ձեր սեփական գործ ունենալու մասին։ Նույնպես աղեղնավորների համար կարևոր է հետևել սեփական առողջությանը, աշխատանքում ձեր մասնագիտության մեջ սպասեք փոփոխությունների, հնարավոր է լինեն ստորաբաժանման փոփոխություն, հաստիքի փոփոխություն կամ առհասարակ ընդհանուր աշխատանքի փոփոխություն, ինչպես նաև այստեղ ձեր հիմնական աշխարհայացքում կլինեն փոփոխություններ, ձեր արտաքին տեսքում կլինեն փոփոխություններ, եթե մտածում եք օրինակ ձեր սանրվածքը փոխել կամ արտաքին ինչ-որ փոփոխություններ անել, այս ընթացքում կարող եք անել, բայց ուշադիր եղեք լուրջ փոփոխությունների հետ կապված, որ դա չլինի Նեպտունի ցածր դրսևորում։ Օրինակի համար շատ մարդիկ գնում են անում են պլաստիկ վիրահատություններ, հետո հասկանում են, որ իրանք փոշմատնեցին, չեն ուզում այդ պլաստիկ վիրահատությունները ու արդեն արել են դա, օրինակ շրթունք են լցրել, քիթ են վիրահատել, չգիտեմ, այնտեղ աչքերն են ձգում հասցնում ականջներին, այդ տեսակ պլաստիկ միջամտություններից առաջ հասկացեք դուք դա իրոք եք ուզում, թե դուք ընկել եք ուղղակի այդ Նեպտունի ցածր էներգիայի տակ, որ դուք կարողատեսել եք ինչ-որ մեկը արել է, դուք էլ եք նույնը ուզում անեք։ Նույնն էլ վերաբերվում է մազերը միանգամից կարճ կտրելուն կամ ինչ-որ տարօրինակ մանուշակագույն կամ վարդագույն գույն ներկելուց, հասկացեք արդյոք դուք ուզում եք այդ տեսակ կտրուկ փոփոխություն ձեր արտաքինում, թե դուք ուղղակի այս պահին ընկել եք Նեպտունի ազդեցության տակ։ Այդ եղջյուրների համար շատ կարևոր է այս շրջանում կարգավորել հարաբերությունները ընտանիքի ներսում, հարաբերությունները քույրերի, եղբայրների հետ, հարաբերությունները ընկերների, հարևանների հետ։ Եթե կան կոնֆլիկտներ, այս շրջանում լավ կլինի հարթեք։ Այս եղջյուրները ունեն բնավորության գիծ, որ իրանք կոտոշները տնկում են, սկսում են բոլորին վիրավորել, բոլորին կյանք բացատրել, բոլորին ճիշտը ապացուցել, դա անիմաստ է։ Եթե մարդը չի կիսում ձեր աշխարհայացքը, եթե մարդը ձեզ չի հասկանում, ինչքան էլ փորձեք բան ապացուցել, դա լինելու է անիմաստ։ Այդ եղջյուրներին նույնպես մեքենա վարելուց խորհուրդ կտամ լինել ուշադիր, որպեսզի ավտովթարների ինչ որ տենց մեխանիկական խնդիրների անիմաստ ծախսերի մեջ չեն գնեք։ Այս շրջանում կարող է ունենաք թուլություն էներգիայի հետ կապված գործելու, դա ուղղակի իմացեք, որ այս ռետրոգրադով է պլանավորված, խորհուրդ չեմ տա այս շրջանում շատ ժամանակ անցկացնել անկողնում, դիվանին պարկած, ավելի լավ կլինի ելնեք, շարժվեք, սպորտով զբաղվեք ու ձեզ դրդեք նրան, որ դուք ունենաք էներգիա աշխատելու ու գործելու համար։ Նաև այդ եղջյուրների համար նույնպես լավ կլինի այս շրջանում նոր բաներ սովորելը, նոր գիտելիքներ ուսումնասիրելը, հոր հետ հարաբերությունները կարգավորելը, եթե պլանավորում եք, նոր կուրսերի գրանցվել, դա շատ լավ կլինի, ուսումնասիրեք հոգևորություն, կրոն, էզոտերիկա, որովհետև այդ տեսակ առհասարակ էզոտերիկան ինքը նեպտունյան գիտություն է համարվում, նեպտունյան ուսմունք է համարվում ու այն ամեն ինչը կապ ունի այդ Նեպտունի փափուկ էներգիաների հետ կապված մեդիտացիաներ, էզոտերիկա, կրոն, հավատք, աստվածաբանություն, այդ տեսակ թեմաները այդ եղջյուրներին հաջողություն կբերեն։ Ընտանիքի ներսում երեխաների հետ կապված բոլոր տեսակի վախերը այս շրջանում ջրի երես են դուրս գալու։ Եթե ունեք երեխա ունենալու հետ կապված վախեր, եթե մտածում եք, որ երեխան այդ ծայրահեղ մեծ պատասխանատվություն է, եթե պատրաստ չեք երեխա ունենալ, այս շրջանում այդ ամենի հետ կարող է առերեսվեք, եթե խուսափում եք ամեն ձևով երեխա ունենալուց, ապա ամեն ինչ պետք է անեք շատ պաշտպանված, որովհետև անցանկալի հղիության ռիսկ կա, ինչպես նաև սիրային կյանքում պատրաստվեք փոփոխությունների, որովհետև եթե մինչ օրս ապրել եք пассив կյանքով, դե այդ եղջյուրները իրականում այդքան շատ մեծ ակտիվ չեն լինում իրենց սեքսուալ կյանքում, իրենց հարաբերությունների կյանքում, այս շրջանում հնարավոր են փոփոխություններ, հնարավոր են նոր կողակիցներ, նոր մարդիկ, որովհետև այստեղ Ուրանի պայթյունավտանգ էներգիան է ու այն ինչը ձեր համար չի եղել սովորական հենց այս ոլորտներում, եթե դուք սովորաբար տարվա մեջ մեկ անգամ եք օրինակի համար դեյթի գնում կամ էլ էլ չեք գնում, այս շրջանում կլինեն շատ ծանոթություններ։ Ինչպես նաև այդ եղջյուրների համար նույնպես կարևոր է հետևել երազներին, հետևել սեփական հոգեկան առողջությանը, որովհետև կունենաք մարգարեական երազներ, երազներում կարող է ստանաք հուշումներ ձեր հոգևոր պաշտպաններից, ձեր տոհմի անդամներից, բարելավեք հարաբերությունները Աստծո հետ, արարչականի հետ, մեդիտացիա հաճախ արեք, կարգավորեք ձեր նյարդային համակարգը, հետևեք առհասարակ երազներից եկող հուշումներին։
Ջրհոսների համար այս շրջանում ֆինանսների, փողի, նյութական բարիքների, անշարժ գույքի հետ կապված թեմաներն են լինելու արդիական։ Եթե ունեք ժառանգություն ստանալու, անպայման ստացեք այս շրջանում։ Եթե ունեք հարցեր նյութական մեծ ձեռքբերումների հետ կապված, ավտոմեքենա, անշարժ գույք կամ այլ տեսակի գույք, որը թանկարժեք է, այս շրջանում այդ հարցերը կարող եք արագի մեջ կարգավորել, եթե երկար ժամանակ մտածում եք խնդիրների հետ կապված, որ կարող է չստացվի, այս շրջանում ավելի հեշտ դրանք կստացվեն։ Ինչպես նաև այս շրջանում նույնպես աշխատեք չխառնվել ինչ-որ անծանոթ կապերի հետ, չունենաք կապ անծանոթ, վտանգավոր մարդկանց հետ, որովհետև այդ տեսակ հարաբերությունները ձեզ կարան վնասեն, հնարավոր է ձեր շրջապատում հայտնվեն մարդիկ, ովքեր ունեն խնդիր օրենքի հետ, հնարավոր է ձեզ ներքաշեն ինչ-որ մութ գործերի մեջ, այդ ամենը ձեզ միմիայն կվնասի, ինչ անում եք, ինչ գործ անում եք մենակ գիտակցված ձևով, չեք ընկնում ոչ մեկի ազդեցության տակ։ Եթե ունեք վիրահատության կարիք այս շրջանում, հնարավոր է դրա հետ կապված որոշակի բարդություններ լինեն, ոչ թե բուն վիրահատությունը վատանցնի, այլ օրինակ վերականգնման process-ը մի փոքր ավելի դանդաղի կամ վիրահատության օրը անընդհատ հետաձգվի, բայց շատ կարևոր է առանց վախերի այդ ամեն ինչի մեջ մտնեք, ամենայն հավանականությամբ դա ուղղակի տեխնիկական խնդիրներ են եւ բուն վիրահատությանը ինչ որ վտանգներ բաներ չեն սպառնում։ Եթե ունենաք խնդիրներ, նույնպես ուշադրություն դարձրեք այդ առողջական խնդիրներին եւ գնացեք ստուգվելու, հետևեք ձեր սնունդին, որը ընդունում եք, որպեսզի խուսափեք թունավորումներից, ժամկետն անց ուտելիք հանկարծ չընդունեք, ալկոհոլ մի օգտագործեք, տան ներսում հնարավոր է տեխնիկական խնդիրներ, հետևեք գազին, հանկարծ գազը բաց չթողեք, էլեկտրաէներգիային, որովհետև հրդեհի, ինչ-որ փչացած սարքավորումների վտանգ նույնպես այս պահին ջրհոսների կյանքում կա, մեքենայի խափանում նույնպես կա, ավտովթարների հետ կապված հարցեր, բայց այս ամենին, որ ուշադիր լինեք, իրական ջրհոսների մոտ գիտեք ինչ տպավորությունն է, ավելի շատ խնդիրները սենց ինչ-որ զուտ փոքր կամ ինչ-որ ծախսերի, ինչ-որ սենց մելքի տհաճությունների հետ է կապված, ինչ-որ լուրջ գլոբալ խնդիրներ, որ ասեմ ձեր կյանքի որակի վրա կարող ազդի, բարեբախտաբար չկա, ընկերական շրջապատում կարող են լինել հիասթափություններ, կարող են լինել դավաճանություններ կամ լինեն նոր կապեր մարդկանց հետ, ում հետ ավելի լավ կլինի ոչ մի տեսակ հարաբերությունների մեջ չմտնել։ Եվ ձկների համար երևի թե ամենաբարդն է լինելու, որովհետև այս Սատուրն ու Նեպտուն միացումը հենց ձկների համաստեղության մեջ է եւ հետընթացնել է ձկների համաստեղության մեջ, դե ձկներ ջան, մի փոքր պետք է համբերեք, որովհետև ինչքան էլ բարդ է, ինչքան էլ էմոցիոնալ sense գերլարված վիճակում եք լինեք, այդ ամենը կավարտվի 2028 թվականից, դեռևս մի տարի, ձեր 1.5 տարի ձեր առաջ ունեցեք, բայց հիշեք, որ էզոտերիկայում ինչն էլ որքան բարդ է լինում, այդքան մեծ է լինում հնարավորությունը հաջողելու ինչ որ նոր բանի հասնելու, թե ձեր անձնական կյանքում, թե ձեր անձնական աշխարհայացքներում շատ կարևոր է լինեք հստակ, այդ ձկների համար հակառակ այդ հայ ծեղջուրների, հողի տարերքի մարդկանց ասում ենք մի փոքր ավելի շարժվեք դեպի էզոտերիկը, դեպի նուրբը, ձկներին հակառակը պետք է ասեմ շարժվեք դեպի հստակը, շարժվեք դեպի գիտականը, շարժվեք դեպի հողակցում, որովհետև ձկները իրանք իրենց sense էներգիան այնքան լղոզված, այնքան տարածված է, որ հաճախ իրանք իրենց էությունը կորցնում են այդ ամենի մեջ, կարող է շրջանում ունենաք տագնապային երազներ, ինչ որ վախ, ինչ որ տագնապային զգացողություններ, ապագայի հետ կապված անվստահություն, բայց այդ ամենը իմացեք, որ դրանք պարզապես ձեր ներքին վախերն են ու դրանք կապ չունեն իրականության հետ։ Կողակցի հետ կապված հարաբերություններում, եթե վախենում եք, որ ձեր կողակցից կբաժանվեք, ապա կլինի բաժանություն։ Մի փորձեք ձեր կողակցից ընկնել ինչ որ փոխկախյալ հոգեբանական կախվածությունների մեջ։ Այդ ձկների համար ձկները իրականում որպես կողակից մի փոքր բարդ են, որովհետև իրենք սիրում են ողջ ուշադրությունը, սենց ջրի պես կլանեն կողակցին ու պահեն իրենց տարածքում, այդ ամենը ձեզ խանգարելու է, փորձեք լինել ավելի ինքնուրույն, այս շրջանում ձկներին նույնպես խորհուրդ կտամ զբաղվել սպորտով, լինել ֆիզիկապես ակտիվ, դա կլինի առավոտյան վազք, երեկոյան զբոսանք, ջիմ գնալ, այդ ջրի տարերքի հետ շատ առնչվեք, լողավազաններ, ջրամբարներ, ինչքան ջրի տարերքի հետ առնչվեք, այդքան շատ լավ կլինի, մեքենան վարելուց եղեք շատ ուշադիր, մտքերի մեջ ընկած մեքենա
մեքենա մի վարեք, որովհետև դուք կարող ասենց ինչ որ երազներով իրականությունից կտրված մեքենան վարեք ու ճանապարհին ինչ որ մեկին գցեք տակը կամ ինչ որ վրա երթ լինի։ Եթե զգում եք, որ լարված եք, ավելի լավ է դուք նույնպես օգտվեք հանրային տրանսպորտից կամ տաքսու ծառայություններից։ Աշխատավայրում մեր շրջանում փոփոխություններ կլինեն, եթե ստեղծագործական աշխատանքը շատ կարող եք հաջողել, նոր ժամանակների հետ կապված գիտություններում կարող եք հաջողել, մեդիայի, ինտերնետի, հեռուստատեսության հետ կապված աշխատանքներում կարող եք հաջողել, շատ կարևոր է հաղթահարեք ձեր սեփական վախերը, որովհետև ձկները լինում են այս կյանքում երկու տեսակ, կամ լինում են շնաձկներ, կամ շպրոտի բանկայի մեջի կանսերվա արած ձկներ, թե այդ երկու տեսակից որ մեկն եք ուզում լինեք, դա արդեն դուք եք ընտրող, այդտեղ ոչ մեկ չի կարող ձեր փոխարեն պատասխանատվություն կրել։ Դե ինչ սիրելիներս այսօր այսքանը, հուսով եմ ձեզ չեմ վախացրել, հուսով եմ շատ վատ կանխատեսումներ չեմ արել, ամեն դեպքում հիշեք, որ ռետրոգրադ ընթացքները դա աշխարհը հասկանալու համար է, եթե դուք կարողանաք հասկանալ ինքներդ ձեզ, սեփական վախերը, հոգ տանել ձեր հոգեբանական էության մասին, ձեր հույզերի մասին, ձեր ֆիզիկական մարմնի մասին, ոչ մի ռետրոգրադ ձեր հետ ոչ մի վատ բան չի կարող անել, ռետրոգրադը մեզ պարզապես հիշեցնում է, որ ժամանակն է մի հատ կենտրոնանանք մեր անձի վրա, մեր կյանքի վրա ու ապրենք գիտակցված, եթե դուք ապրում եք գիտակցված, մոլորակները դադարում են ունենալ ձեր կյանքի վրա բացասական դրսևորում, սրա հետ կապված շատ հետաքրքիր ռիլ ունեմ իմ ինստագրամում, վեդական աստրոլոգիայում մոլորակները կոչվում են գրահա, գրահան սանսկրիտից թարգմանաբար նշանակում է բռնակալ ու շատ հետաքրքիր է մեկնաբանությունը, որ երբ որ մարդը ապրում է ոչ գիտակցված ձևով, իր գիտակցությունը ընկնում է ամբողջությամբ այդ մոլորակների բռնակալ ուժի ազդեցության տակ ու մարդը անում է չգիտակցված քայլեր, այդպես բերելով դժբախտություն իր կյանք եւ ցավ պատճառելով դիմացիններին, իսկ երբ որ մարդը ապրում է գիտակցված կյանք, այ մոլորակների բռնակալ ազդեցությունը թուլանում է, իրանք դադարում են լինել խամաճիկ մոլորակների ձեռքին, ինչ որ էգրեգորների ձեռքին, տիեզերական այլ մարմինների ձեռքին եւ իրանք կարողանում են կառավարել իրենց կյանքը եւ ապրել իրենց կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ քանի որ դուք այս ինֆորմացիան արդեն գիտեք ինչպես ձեզ դրսևորեք այս ռետրոգրադների ընթացքում, այն ամեն վատ բաներն էլ որ ասացի, դրանց իրականացման վտանգը բավականին թուլանում է։ Կարևորը մնալ գիտակցված, չկորցնել կյանքի տիրապետումը, այսպես ասած, չկորցնել ձեր անձի ու ձեր ուղեղի հանդեպ տիրապետումը։ Միակ բան այս աշխարհում, որ մենք կարող ենք ամբողջությամբ կառավարել, դա մեր ուղեղն է, մեր մտքերն ու մեր գիտակցությունն է։ Ուրիշ ոչ մի բան։ Մնացածը թողեք աշխարհին, թողեք Աստծուն։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, եթե հավանում եք այս ֆորմատը, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, մի մոռացեք լայքել, թողել մեկնաբանություններ, որպեսզի ես էլ ոգևորվեմ, ավելի հետաքրքիր կոնտենտ այստեղ տեղադրեմ։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի նշանի վրա, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները, ինչպես նաև եթե հետաքրքրված եք էզոտերիկայով, հետևեք ինձ նաև ինստագրամում։ Եթե ցանկանում եք ունենալ անհատական խորհրդատվություն, գրեք անձնական նամակ։ Լավ մնացեք։